Երբ որ երկրպագում ենք, գիտեք, սենց հետաքրքիր զգացողություն ունեցա։ Երեք չի առաջորդն էլ առավոտյան աղոթում էի, տան դիմացը ծառի տակ մի հատ նստարան ունենք, մեկ գնում, նստում եմ առավոտյան, սկսում եմ մտորել, աղոթել, հետաքրքիր մի զգացողություն ունեի։ Ես հավատում եմ, որ այսօր Տերը ինչ-որ բաներ փոխելու է։ Ամեն։ Խոսքի միջոցով, իր հոգու միջոցով, ինքը որոշ բաներ փոխելու է։ Ու մտածում եմ, ասում եմ, մենք ժամանակ կար, երբ որ մարդը չէր կարևորվում։ Կարևորը Տիրոջ գործը անելն էր։ Ու դու հողմոխիր, դու ով ես, այ ворդ, դու պիտի Տիրոջ գործ անես, թող ընտանիքդ բան, ամեն ինչ ու գնա շուտ Տիրոջ գործ անելու, թե չէ դժոխք կգնաս որ չանես, անիծյալ լինի Տիրոջ գործը, կիսատ անողը, գիտեք, լիքը խոսքեր կար, չէ, որ ու սենց մարդը մոռանալով, որ ընդհանրապես ինքը ապրում է, պիտի ուտի, вообще ընտանիք ունի, չունի, տեն ընտանիքները քանդվում էր, կապ չունի, իրանք Տիրոջ գործն էին անում։ Հա, ու բայց հիմա ես նայում եմ մի քիչ ուրիշ ծայրահեղության մեջ ենք ընկել։ Այն ժամանակ կարևոր չէինք մենք ընդհանրապես, կարևոր էր Տիրոջ գործը, հիմի ոնց որ մի հատ ուրիշ ծայրահեղություն է եկել, կարևոր ես դու կարևոր ես Աստծու համար, Արտուրի ասացի համար չեմ ասում, կապ չունի Տիրոջ գործը գնում է, չէ, կարևորը դու ես, դու կարևոր ես, ու գիտեք, եկել ընկել ենք այս մյուս ծայրահեղության մեջ, հետևը երեխեքին օրհնեք, երեխեքի համար աղոթեք, տարեք, ու մենք ընկել ենք մի հատ ուրիշ ծայրահեղության մեջ, սիրելիներս, ու այս ծայրահեղության մեջ կարևորը մենք ենք, ասում եմ կարևորը երեխեքն են, ու մենք այնքան ենք սկսել կարևորել մեզ, որ Աստծու գործը դարձել է անկարևոր, Աստծուն ծառայելը դարձել է անկարևոր, որտև ես կարևոր եմ։ Ես մտածում եմ այսօր Տերը իր խոսքի ու հոգու միջոցով ինչ-որ բան է փոխելու, ինքը կարևորություններ է փոխելու, իհարկե մենք կարևոր ենք, իհարկե Աստված կարևորում է մեզ, բայց երբ որ ես եմ սկսում ինձ այնքան կարևորել, որ Աստծու գործը մի կողմ եմ դնում, ստեղ ես խնդիր ունեմ։ Ես այնքան կարևոր չեմ, որ կենտրոնանամ իմ կյանքի ու իմ գործերի վրա միայն թողելով Աստծու գործը։ Ես կարևոր եմ, որտև իր զավակն եմ, իր գենն եմ, միևնույն ժամանակ ես եմ սկսում կարևորել Աստծու գործը։ Ամեն։ Աստված ինձ է կարևորում, ես իր գործը։ Աստված ինձ է կարևորում, ես կարևորում եմ այն, ինչ որ պիտի անեմ արքայության մեջ։ Ու այսօր, թե երկրպագության ժամանակ, թե երեք չառաջորդը, այս մտորումների մեջ է, ասում եմ, Տեր, այս ծայրահեղությունից դուրս ենք գալիս, ընկնում ենք մյուս ծայրահեղության մեջ, մեզ բալանս է պետք։ Ես ոչ մեկ եմ հող ու մոխիր եմ կարևոր Աստծու գործայից, գալիս ընկնում ենք միտեղ, որ ես կարևոր եմ ու կարևոր չի, ես Տիրոջ գործը անում եմ, թե չէ։ Մեզ բալանս է պետք, սիրելիներս, ամեն, ու բալանսը Սուրբ Հոգին է բերում։ Մեզ մեր կենտրոնացման մեջ էլ է բալանս պետք, դա էլ է Սուրբ Հոգին բերում։ Ես այսօր խոսելու եմ որոշ նուրբ բաներից, ուզում եմ դու ուշադիր լինես, որովհետև մենք հաճախ կենտրոնանում ենք պարգևների վրա, ապա կենտրոնանալով պարգև տվողից, սա լուրջ խնդիր է, միտեղ ընդհանրապես պարգևները չի աշխատում, որովհետև խոսում եմ պարգևների դեմ, միտեղ պարգևները աշխատում է, բայց կենտրոնացումը ոչ թե պարգևը տվողի վրա է, այլ պարգևների վրա է, ոչ թե զորությունը տվողի վրա է, այլ զորության վրա է,
Ոչ թե իշխանությունը տվողի վրա է, այլ իշխանության վրա է։ Այսօր Տերը ինչ-որ բան անելու, նուրբ բան ներսից, քո ներսից, իմ ներսից, ու ինքը փոխելու է կենտրոնացումը։ Պենտեկոստեն դա կենտրոնացման փոփոխություն էր Սուրբ Հոգու վրա։ Առաքյալները, ովքեր կենտրոնացած էին իրանց վրա, Պենտեկոստեի ժամանակ ամեն բան փոխվեց։ Կենտրոնացումը եղավ Սուրբ Հոգու վրա։ Ոչ թե լեզուներով աղոթքի վրա, այլ Սուրբ Հոգու վրա։ Սուրբ Հոգին նա լեզուներով աղոթքը չի։ Սուրբ Հոգին ավելին է, քան լեզուներով աղոթքը։ Գիտեք, որ տարբեր կրոնների մեջ լեզուներով խոսել կա։ Իսլամի մեջ էլ կա լեզուներով խոսել, բուդդիզմի մեջ էլ կա լեզուներով խոսել։ Ամեն լեզուներով խոսող չի, որ Սուրբ Հոգով մկրտված է, բայց ամեն Սուրբ Հոգով մկրտված պիտի խոսի լեզուներով։ Մեր մոտ 4 տարեկան երեխան սկսում է բլբլալ, հոպ մկրտվեց, ասում եմ, չէ, պրոստը խոսում է, ասում է ուրիշ լեզուներով ոխա, հա խոսում է։ Մի երկու մուլտիկ անգլերեն է նայում, մի երկու ռուսերեն, մի երկու իսպաներեն, ու տենց խառը խոսում է, բլբլում է, Ես ուզում եմ մենք զանազանենք պարգևը չպարգևից։ Նորից ամեն լեզուներով խոսող չի, որ մկրտված է, բայց ամեն մկրտված պիտի խոսի լեզուներով։ Սրանք երկու տարբեր փորձառություն են, սիրելիներս։ Հալելույա։ Եկեք աղոթենք իրար հետ։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Աստծո Հոգի։ Աստծո Հոգի այսօր քո օրն է։ Այսօր քո օրն է, որ շարժվես քո տան մեջ Տեր։ Այսօր քո օրն է, որ զորություններ անես։ Այսօր քո օրն է, որ լցնես ամեն մեկին Տեր, որ մկրտես նրանց, ովքեր մկրտված չեն, որպեսզի խոսեն լեզուներ ու լցնես բոլորիս Տեր։ Այսօր մենք քեզանով լցվելու կարիք ունենք Տեր։ Այսօր մենք կարիք ունենք, որ դու շարժվես քո տան մեջ Տեր, որ դու գործես քո տան մեջ Տեր։ Ինչպես 2000 տարի առաջ Պենտեկոստեի օրը Տեր այդպես գործիր այսօր։ Այդպես լցրու այսօր ամեն մեկին Տերի մարգա։ Այդպես թող քո կրակե հրեղեն լեզուներ այսօր լինի ամեն մեկի վրա Տեր։ Այդպես խոսել դուր այսօր տարբեր լեզուներով։ Այսօր թող լեզուներ փոխվեն Տեր։ Այսօր թող նոր լեզուներ գա։ Այսօր թող լեզուներով աղոթողները նաև սկսեն խոսել լեզուներով։ Նաև սկսեն անբարբար հառաչանքներով խոսեն Տեր։ Այսօր թող քո Սուրբ Հոգու լեզուների բոլոր դրսևորումները, թե նշանը, թե պարգևը, թե խոսելը, թե աղոթելը, թե անբարբար հառաչանքները, այսօր թող լինի բոլոր դրսևորումները քո տան մեջ Տեր։ Այսօր թող քո պարգևները փայլեն Տեր։ Թող փայլեն, թող ակտիվանան բոլոր պարգևները Տեր։ Հալելույա Տեր։ Հալելույա Տեր։ Հալելույա Սուրբ Հոգի։ Այսօր թող ամեն փակ պարգև, որ փակվել է, այսօր թող բացվի Հիսուսի անունով։ Հալելույա Տեր, հալելույա Հիսուս, հալելույա, քիլա ռաբասոլ ռոբոշի լակրիմատա, հալելույա, 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 հալելույա։ Տեր այսօր թող քո ժողովուրդը ավելի աճի ամեն պարգևի մեջ, որի մեջ որ կա Տեր։ Այսօր թող բժշկության պարգևները ակտիվանան։ Այսօր թող թարգմանության պարգևները ակտիվանան Տեր։ Այսօր թող իմաստության խոսքը ու գիտության խոսքը ակտիվանա Հիսուսի անունով։ Թող զորության պարգևն ու հոգիների զանազանության պարգևը ակտիվանա Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա Տեր, հալելույա իմ արքա։ Մենք կարիք ունենք, որ թափվես ամեն մեկիս վրա։ Մենք կարիք ունենք նորից քո զորությունը վերապրելու։
Հալելույա Տեր։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր։ Ամեն։ Այսօր գնալու ենք 2000 տարի հետ գործ քառակելոց ու իրար հետ նայելու ենք Աստծո խոսքից որոշ բաներ, ինչ եղավ, երբ որ Սուրբ Հոգին եկավ, ինչ կատարվեց, ինչ ձևավորվեց ու ինչպիսին էր այն համայնքը, որ ձևավորեց Սուրբ Հոգին։ Այսօր ուզում եմ, սիրելիներս, թույլ տանք, որ Տերը գործի։ Դու ես ընտրում թույլ տաս Տերը գործի քո կյանքում, թե չէ։ Դու կամ փակվում ես, կամ բացվում ես։ Կամ փակվում ես խոսքի ժամանակ, կամ բացվում ես խոսքի համար։ Կամ փակվում ես երկրպագության ժամանակ, կամ բացվում ես։ Դու ես թույլ տալիս Տերը որտեղ կպնի, որտեղ գործի։ Այսօր ուզում եմ ես, դու ուղղակի բացվես այսօր խոսքի համար։ Ուղղակի թույլ տաս, որ Տերը գործի քո կյանքի մեջ խոսքի միջոցով։ Ամեն։ Հալելույա Տեր։ Եկեք գնանք երկրորդ գլուխ գործ քառակելոց։ Այսօր մի քանի բան ենք նայելու Սուրբ Հոգու գործառույթից, ֆունկցիաներից, ինչ էր անում Սուրբ Հոգին, ինչ էր անում ու ինչ է անում մինչև հիմա։ Իրար հետ նայելու ենք, վերջում աղոթքով գալու ենք Տիրոջ առաջ, ասելու ենք Տեր գործիր նորից։ Տերը չի դադարում գործել։ Ուղղակի մեր սպասումների հետ կապված է այն ամեն ինչ, որ մենք ունենում ենք։ Ամեն։ Ես ուզում եմ դու սպասումով մոտենաս Տիրոջ գործելուն, ոչ թե ժամանակին այս երբ է շուտ գնալու, այլ սպասումով մոտենաս, թույլ տաս, որ Տերը կպնի, թույլ տաս, որ Տերը գործի։ Եվ Պենտեկոստեի օրերը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ Պենտեկոստեի տոնը մինչև հոգեգալուստն է եղել։ Ուղղակի հոգեգալուստը այդ օրն է եղել։ Մենք հիմա ասում ենք Պենտեկոստ է, ոնց որ Զադիկը եղել է մինչև, չէ՞, Քրիստոսի մահը։ Նույնը Պենտեկոստեն, Զադիկից 50 օր հետո տոն էր հրյաների մոտ ու հենց այդ օրն էլ Սուրբ Հոգին եկավ։ Դա հունցքի տոնն էր, առատության, հունցքի տոնն էր ու հենց այդ նույն օրը Սուրբ Հոգին եկավ։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց, ուզում եմ ասեմ Պենտեկոստեն քրիստոնեական անուն չի, նախաքրիստոնեական անուն է, ոնց որ Զատիկը։ Ուղղակի նոր ուխտում ամեն բան փոխվել է։ Նոր ուխտի Պենտեկոստեն հին ուխտի Պենտեկոստեից տարբերվում է, ուղղակի նույն օրն է եղել։ Նոր ուխտի Զատիկը հին ուխտի Զատիկից է տարբերվում, նույն օրն է եղել։ Գիտեք ինչի, որտեվ հին ուխտը ինքը նոր ուխտի խորհուրդն է։ Ամեն։ Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ որ նստած էին։ Եվ նրանց երևեցին բաժանված հրել լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Դուք տեսաք այսօր մեր փառաբանության խումբը կրակներով։ Իմներ թուրա կրակներով։ Պենտեկոստի ժամանակ այդ հրեղեն լեզուները իրանք տեսել են ամեն մեկի վրա այդ հրեղեն լեզուն, տեսել են աշխարհիկները, տեսել են հենց առաքյալները իրար վրա ու աշակերտները։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրյաներ, երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ Երբ այդ ձայնը հնչեց, բազմությունը հավաքվեց ու խռովեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենց յուրաքանչյուրի լեզվով։ Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին, սրանք բոլորը, որ խոսում են Գալիլեայից չեն, ինչպես է, որ մեզանից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։ Մենք Պարթևներ, Մարեր, Էլամացիներ, Միջագետքից, Հրեաստանում, Կապադովկիայում, Պոնտոսում եւ Ասիայում, Փրուգիայում, Պամփիլիայում, ես այսօր ուզում եմ խոսք ամբողջը կարդամ։ Եգիպտոսում ու Կյուրենիայում, Լիբանանի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, հրյաներ թե նորադարձեր։ Նորադարձը սա այն մարդն էր, ով հրյա չէր
գալիս ու նվիրվում էր հրեության։ Այսինքն հեթանոսը գալիս էր, ասում էր, ես ուզում եմ ոչ թե գենով, այլ հոգով, որոշումով, սրտով դառնամ հրյա։ Իրան թրպատում էին, ինքը օրենքը պահում էր ու ասում էր վերջ, ես արդեն նորադարձ եմ, հրյա եմ։ Հրյաներն ու իրանք ամեն տարի գալիս էին զատիկի ժամանակ տաճար երկրպագելու Աստծուն։ Նորադարձեր, կրետեցիներ, արաբներ լսում էին, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծությունների մասին էին խոսում, մեծագործությունների։ Բոլորը զարմացած, զմայլված եւ զարմացած հարցնում են միմյանց, սա ինչ կարող է լինել։ Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին, քաղցր գինով են հարբած։ Ու Պետրոսը վեր է կանում ու ավետարան է քարոզում, ասում է սիրելիներս, Աստված Հովել մարգարեի բերանով ասել էր, որ վերջին օրերում իմ հոգին եմ թափելու։ Ու սա այն է, ինչ որ Հովել մարգարեն ասել էր։ Ու վերջում բոլորը ապաշխարում են։ Երեք հազար հոգի ապաշխարում է, 3000 հոգի մկրտվում է ջրով, ու այդ օրը ծնվում է համայնք, եկեղեցի, 120 հոգի, ովքեր վախեցած աղոթում են վերնատանը, համարձակ քարոզում են, լցվելով Սուրբ Հոգով ու ծնվում է համայնք։ Տեր Հիսուսը գործ քարակելուց 1:8 ասում է, երբ որ ես գնամ, սպասեք, որ երկնքից զորություն եք առնելու։ Ու առաքյալները սպասում են մի օր, երկու օր, պատկերացնում եք 50 օր, ամեն օր հավաքվում են, աղոթում են ու սպասում են այն զորությանը, որ երկնքից գալու է, հավաքվում են ու սպասում են։ Ու հանկարծ, Աստծո խոսքը, այն օրը նայում եմ այս հանկարծ բառի վրա, գիտեք ինչքան հանկարծ կա Աստվածաշնչում, հանկարծ, մի օր միգուցե քարոզեմ հենց հանկարծի մասին, հանկարծ, որտեվ Աստված որոշ բաներ հանկարծ է անում, ու հանկարծ Սուրբ Հոգին եկավ, ինքը մի օր առաջ չի ասում, վաղն էլ աղոթեք, վաղ գալու եմ, չէ, հանկարծ է անում որոշ բաներ, ու հանկարծ Սուրբ Հոգին գալիս է, ու բոլորը մկրտվում են, ու բոլորին լցնում է, մենք երբեմն աղոթում ենք, ասում ենք, Տեր արի, Տեր ասում է 2000 տարի առաջ եկել եմ, այն ժամանակ տաճարի վարագույրը բացվել է, արդեն Սուրբ Հոգին եկել է երկիր, հիմա իր ժամանակն է, որ գործի, ու ինչ արեց Տերը, երբ որ եկավ լցրեց առաքյալներին ու տվեց համարձակություն, վախեցած առաքյալները ունեցան համարձակություն, երկրորդ բանը, որ Տերը արեց, լցրեց մարդկանց, ֆիզիկական, մահկանացու, սխալական մարդկանց, այսօր մի քիչ վերջում խոսելու եմ այդ մասին, իր հոգով, ու բոլորը 120 առանց բացառությամբ լցվեցին Սուրբ Հոգով։ Էլ ինչ արեց Տերը, ձևավորեց համայնք։ Ես ուզում եմ մենք տեսնենք, իհարկե եկեղեցին ծնվեց Հիսուսի կողքից խաչի վրա, բայց համայնքը ձևավորեց Սուրբ Հոգին։ Համայնքը ձևավորվեց Պենտեկոստեից հետո։ Երբ նրանք այս լսեցին 37-րդ խոսք, իրենց սրտում զղջացին եւ Պետրոսին եւ մյուս առաքյալներին ասեցին. Ինչ պիտի անենք, եղբայրներ։ Պետրոսը նրանց ասաց. ապաշխարեք եւ ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի եւ դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Ապաշխարեք, պիտի ստանաք Սուրբ Հոգու պարգևը։ Որովհետև այս խոստումը ձեզ եւ ձեր զավակներին եւ բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստված կանչել է։ Պետրոսը ուրիշ էլի շատ խոսքերով վկայում էր նրանց մխիթարում ասելով. «Փրկեք ձեզ այն խոտոր սերունդից,
ովքեր նրա խոսքին հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, եւ այդ օրը նրանք 3000 հոգով ավելացան։ 3000 հոգի ընդունեց Տիրոջը, 3000 հոգի մկրտվեց ջրով, 3000 հոգի լցվեց Սուրբ Հոգով։ Ու գեղեցիկ համայնք ձևավորվեց, 42-րդ խոսք։ Ջերմերանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդակցությանը, հացի բեկմանը եւ աղոթքներին։ Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբում եւ նրանց ողջ ունեցվածքը ընդհանուր էր։ Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքը եւ կալվածքները եւ բաժանում էին բոլորին, ով ինչի կարիք ուներ։ Ամեն օր տաճարում էին համախմբում։ Հացի բեկումը տներում էին անում, ուրախությամբ, պարզ սրտով իրանց կերակուրը ճաշակելով, օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում, իսկ Տերը նրանց խմբում փրկվածները ամեն օր ավելացնում էր։ Ինչ եղավ։ Գեղեցիկ համայնք ձևավորվեց։ Ինչ արեց Սուրբ Հոգին, ինքը ձևավորեց համայնք։ Ինքը լցրեց մարդկանց իրանով, տվեց պարգևներ, հետո ձևավորեց համայնք։ Ու հետաքրքիր է այս համայնքը, որ ձևավորվեց, ջերմերանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդակցությանը, հացի բեկմանը ու աղոթքներին։ Ուսուցում, շփում, հաց էին կիսում ու իրար հետ աղոթում էին։ Հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաց էին ուտում իրար հետ, շփվում էին իրար հետ ու աղոթում էին իրար հետ։ Ու ես սկսեցի մտածել, ինչից ենք հեռացել, ինչն ա որ կար ու հիմա չկա Տեր, ինչն ա մեզ պետք, որ նորից գաս լցնես ու փոխես մեզ։ Գիտեք, 2000 տարի անցել ա, որոշ բաներ փոխվել ա։ Ես հավատում եմ, որ այսօր Տերը նորից գալու ա ու փոխելու ա այն, ինչ որ իր սրտով չի, ու արմատացնելու, հաստատելու ա այն, ինչ որ իր սրտով ա։ Դուք ասես, հեսա ասելու ա, տները ծախեք, բերեք դրեք իմ ոտերի տակ, չէ, այդ մասին չեմ ուզում խոսալ։ Բայց ուզում եմ խոսամ այս պարզ 4 բանից։ Ուսուցում, ջերմերանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը։ Այսօր այնքան դժվար է, ամեն մեկը իր ուսուցումը ունի։ Ամեն մի ուսուցում յուրահատուկ է։ Երբ որ մի ուսուցում ես ասում, խոսքից ասում, բա դու գիտես, ես էլ այս ուսուցումը ունեմ։ Այն մեկը այն ուսուցումը ունի։ Մեկի ուսուցման մեջ ճիշտը առաջի շարքում նստելա, մեկինը վերջի շարքում, մեկի ուսուցման մեջ պետք է եկեղեցին հովը լինի, մեկինը տաքը լինի, մեկը երաժշտությունը ուժեղ է, մեկը ցածր է։ Ասում է, ջերմերանդորեն հետևում են առաքյալների ուսուցմանը։ Ամեն մեկը իր ուսուցումը չուներ։ Կար ուսուցում, կար ուսմունք, կար խոսք, կար ճշմարտություն, մարդիկ լսում էին, համապատասխանա խոսքին, ամեն, գնում ենք անենք, հետևում էին։ Սա նշանակում է, կա ուսուցում, կան աշակերտներ։ Երկրորդ բանը հաղորդակցություն։ Իրար հետ հաղորդակցություն ունեն։ Եկեղեցու ժողովուրդը 3000 հոգի, 3120, դա մեր իմացած թիվն է, չէ՞, սկզբում 3120, 120 կային, 3000 ապաշխարեցին։ Ժողովուրդ իրար հետ հաղորդակցություն ունեն, իրար հետ շփվում էին ու կարողանում էին, որովհետև Սուրբ Հոգով էին հաղորդակցվում։ Որովհետև կենտրոնացումը իմ վրա չի, այլ Սուրբ Հոգու։
Ես այսօր առավոտյան ու մի քանի օր առաջ մտածում էի, Տեր, ի՞նչն է փոխվել, ո՞րն է խնդիրը։ Երբ որ կենտրոնացումը իմ պարգևի վրա է, ոչ թե այդ պարգևը տվողի։ Երբ որ կենտրոնացումը օրհնության վրա է, ոչ թե օրհնությունը տվողի։ Ու մենք շատ խոսում ենք մեր կարևորությունից, մեր պարգևներից։ Մենք շեշտադրում ենք մեր պարգևները։ Ու կարծես թե ապա կենտրոնանում ենք Սուրբ Հոգուց դեպի մեզ, դեպի մեր պարգևը։ Ով է նկատել, որ երբեմն ինքը պարգևը իրան է վերագրում։ Եթե ոչ մեկը ես նկատել եմ, ես տենց եմ անում, մեկ ինձ թվում է այդ ես եմ։ Հետո Տերը ասում է, տղա ջան, այդ ես եմ, դու չես։ Պարգևը դու չես, պարգևը ես եմ։ Դուք դե տենց բաներ չեք անում, ես եմ անում, մեկ էլ Գյումրիում մի հատ եկեղեցի կա, իրանք են, դուք տենց բաներ չեք անում։ Մենք երբեմն սեփականացնում ենք մեզ պարգևը։ Կարծես թե դա Սուրբ Հոգու պարգևը չի։ Դա վարոյի պարգևն է, բայց պարգևները Սուրբ Հոգունն են։ Ինչն է փոխվել, Սուրբ Հոգին նույնն է, հաղորդակցությունն է փոխվել, Սուրբ Հոգին նույնն է, վարդապետությանը էլ չենք ուզում հետևենք, Սուրբ Հոգին նույնն է, հաց չենք ուզում կտրենք էլ, Սուրբ Հոգին նույնն է, աղոթքաժողովին 10 հոգի է գալիս։ Ուսմունք, հաղորդակցություն, շփում, գիտես հրյաները հայերի պես են։ Մենք որ ասում ենք իրար հետ շփվենք, նկատի ունենք իրար հետ մի կտոր հաց ուտենք։ Մենք չենք գնում օֆիսում շփվենք։ Երբ որ ասում ենք իրար հետ մի կտոր հաց ուտենք, նկատի ունենք շփվենք։ Տենց է թե չէ։ Երբ որ գնում ենք քաղաքից դուրս, մենք գնում ենք հաց ուտենք։ Հետո գնում ենք շփվենք, հրյաներն էլ են տենց, ասում են մի կտոր հաց էին կիսում։ Համերը շփվում էին իրար հետ։ Օրինակ ամերիկացի, եվրոպացիք տենց չեն։ Երբ որ ես Ուզբեկիստանում էի, ես ու Արտուրը, մեր տնօրենն էլ էր մեր հետ, Ամերիկայից է, մեր մոտ 2 անգամ եղել է Մարկը։ Ես ասում եմ, դե եկել են, մենք Տաշքենտում ենք, Բուխարայից, Սամարկանդից ընկերներս են եկել, ասում եմ, դե գնանք մի կտոր հաց ուտենք, ասում եմ, ինչի համար, ասում եմ, դե որ խոսանք, շփվենք, ասում եմ, հիմի ուզում ենք խոսանք, թե հաց ուտենք, ասում եմ, մենք վաբշե հաց ուտելուց ենք խոսում, դե ասում եմ, ստեղ կարանք խոսանք, ասում եմ, չէ, ես չեմ ուզում ստեղ խոսանք, իրանք չեն հասկանում, ինքը ասում է, ուզում ես խոսանք, հա, արի խոսանք, սոված ես, գնանք հաց ուտենք, ես ասում եմ, կապ չունի, մենք սոված ենք, թե չէ, եթե մենք պիտի խոսանք, գնում ենք հաց ուտելու, ասում եմ, ես չեմ հասկանում ձեզ, ասում եմ, ես էլ ձեզ չեմ հասկանում, իրանք էլ են, ուզբեկներն էլ են տենց մտածում, եթե ուզում ենք խոսանք, գնանք նստենք փլովի շուրջ խոսանք, ինքը ասում է, եթե ուզում ենք խոսանք, գնանք օֆիս խոսանք, հեսա իմ սենյակում խոսանք, հիմա ստեղ հրյաները դե մեր պես են ավելի շատ, հո եվրոպացի չեն, ինչ էին անում, իրար հետ հաց էին գտրում, էլ ինչ էին անում, աղոթում են, 4 բան, որը դարձրեց 3120 հոգու մայնք, ուսմունք, շփում, հաց գտրել, հաղորդակցություն ու աղոթք։ Սուրբ Հոգին 4 գործոնով 3000 հոգու սարքեց համայնք։ Երկու 2000 տարի անցել Սուրբ Հոգին նույնն է։ Ինչա մեր մոտ փոխվել էլ բեթել։ Ինչա մեր մոտ փոխվել, որ էլ չենք ուզում իրար հետ աղոթենք։ Ինչա մեր հետ փոխվել, որ էլ չենք ուզում իրար հետ հաղորդակցվենք։ Կենտրոնացումը Սուրբ Հոգուց եկել է մեր վրա։ Մենք զբաղված ենք։ Կենտրոնացումը Սուրբ Հոգուն կարևորելուց եկել է մեզ կարևորելու վրա։
Այո, մենք կարևոր ենք, բայց կարևոր է նաև Աստծո ծառայությունը։ Այո, մենք թանկ ենք իր համար, բայց թանկ է նաև իրան ծառայելը։ Այո, մեր պարգևները կարևոր են, բայց ավելի կարևոր է պարգև տվողը։ Քո պարգևը կարևոր է, բայց կենտրոնացի պարգև տվողի վրա։ Գիտեք, Աբրահամը մի խնդիր ուներ, որ Իսահակը իր համար կարար դառնալ ավելին, քան նա ով տվել էր Իսահակին։ Աստված ասեց՝ տար զոհասեղանին դիր քո որդուն։ Ով ավելի կարևոր, Իսահակը, ում ես տվել եմ, թե ես։ Ով ավելի կարևոր է, պարգևը, որ ես ու դու ունենք, թե պարգևը տվող Սուրբ Հոգին, ում վրա է մեր կենտրոնացումը, ում ուզում հաճեցնենք, ով է կենտրոնում։ Ինչ եղավ, երբ որ Սուրբ Հոգին եկավ, զորություն ստացան, համարձակություն ունեցան, համայնք դառան, պարգևներով լցվեցին։ Մենք ասում ենք, Սաքոն էս պարգև ունի, Արտուրը էս պարգև ունի, Միլենը էս պարգև ունի։ Իրականում, երբ որ Սուրբ Հոգին Սաքոյի մեջ է, Սաքոն բոլոր պարգևներն էլ ունի, որտեվ բոլոր պարգևները Սուրբ Հոգու մեջ է։ Ուղղակի մեկը կամ երկուսը ավելի լավ է դրսևորված, կախված իր կոչումից։ Թե ինչ է ուզում Աստված, որ Սաքոն անի Հայաստանում, իր արքայության մեջ։ Բայց դա չի նշանակում, որ մնացածը չկա։ Որովհետև պարգևները Սուրբ Հոգու մեջ է, իսկ Սուրբ Հոգին Արտուրի մեջ է, հասկանում եք ինձ։ Ինքը չի գալի մի քանի պարգև դուսը թողելով, բոլորը իր մեջ է, ու բոլորը կյանքի բոլոր ընթացքում դրսևորվում է, երբ որ պետք է, բայց մեկը աշխատում է միշտ, կամ երկուսը։ Ուզում եմ կարդանք պարգևները, Առաջի Կորինթացիս 12:7։ Բայց ամեն մեկին հոգու հայտնությունը օգտի համար է տրված, որտև մեկին հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին գիտության խոսք նույն հոգու չափով, մյուսին հավատք նույն հոգով, ուրիշին բժշկության շնորհ նույն հոգով, մեկ ուրիշին զորավոր գործեր, այսինքն զորության պարգև, ուրիշին մարգարեություն, ուրիշին հոգիների զանազանում, մեկ ուրիշին լեզուներ, իսկ ուրիշին լեզուների թարգմանություն, բայց այս բոլորը հենց նույն հոգին է գործի դնում, ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես որ կամենում է։ Սուրբ Հոգին իր պարգևներով է մեր մեջ։ Լեզուների աղոթքը որպես նշան մեկ այլ բան է, լեզուների աղոթքը որպես պարգև մեկ այլ բան է։ Տեր Հիսուս Քրիստոսը առաքյալներին, երբ որ արդեն պիտի հափշտակվեր, ասում է, գնացեք ամբողջ աշխարհը ավետարանը քարոզեք, ով հավատաց փրկվեց, այս նշանները կհետևեն։ Ձեռքերները կդնեն, հիվանդները կբժշկվեն, օձեր վեր կառնեն, բան չի լինի, լեզուներ կխոսեն։ Հիշում եք։ Սա նշանն է, սա պարգևը չի։ Ցանկացած հավատացյալ, ով լցված է Աստծո հոգով, կարա ձեռքերը դնի, հիվանդները բժշկվեն, բայց սա չի նշանակում ինքը բժշկության պարգև ունի։ Ցանկացած հավատացյալ, ով լցված է Սուրբ Հոգով, պիտի խոսի լեզուներ, պիտի աղոթի լեզուներով, բայց երբ որ մենք նայում ենք լեզուներով խոսելը որպես պարգև, ինքը թարգմանություն է ուզում։ Խնդիրը գիտեք որն է, երբ որ լեզուներով աղոթելը ու լեզուներով խոսելը մենք խառնում ենք իրար։ Պողոս առաքյալը ասում է, ով լեզուներով խոսում, թարգմանի էլ։ Լեզուներով աղոթելը մի բան է, կոնկրետ օտար լեզվով խոսելը մի բան է, լեզուներով խոսելը մի բան է, անբարբար հառաչանքները մի բան է, կա 4 տարբեր ձև, ֆորմա լեզուներով աղոթելու։ Երբ որ մենք այս 4-ը խառնում ենք, մեր մոտ ինչ որ բորշ է դառնում։
Մենք ասում ենք հենա, Պողոս առաքյալը ասում է, ով լեզուներով աղոթում է, թող թարգմանի էլ, տենց տեղ գրած չկա, գրածը ով խոսում է, թող թարգմանի էլ, ամեն, իսկ լեզուներով մենք բոլորս կարանք աղոթենք ու պիտի աղոթենք, ու երբ որ դու լեզուներով քո աղոթքի ընթացքում մեկ էլ հանկարծ փոխվում է խոսելու, դա քեզանից չի, մենք ցանկացած ժամանակ կարանք լեզուներով աղոթենք, ցանկացած մեկով լցված է Սուրբ Հոգով, ինքը կարա արթնանա ու սկսի քիլարաբա, շիլարաբա, սոլորոբա, թիա, լակրամասա ու սկսի խոսել, աղոթել, բայց միշտ չի, որ դու կարաս խոսես, դու չես կարա քնիցդ արթնանաս ու անբարբար հառաչես կամ կոնկրետ տոտալ լեզվով խոսես, դու կասես ինչ փորձառություն էր առաքյալների մոտ, հելենացիները, հույները, մնացած բոլոր ժողովուրդը ասում է, մենք լսում ենք, որ իրանք մեր լեզվով խոսում են, դու կասես, բա ինչ լեզվով են խոսում, ես չգիտեմ, բայց որ իրանք լսում են իրանց լեզվով, որ Աստծուն փառաբանում են, դա մենք գիտենք, միգուցե ոմանք հենց խոսում են իրանց լեզվով, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, բայց միգուցե իրանք խոսում են Սուրբ Հոգով ու լսողով նստած էր, ինքը լսում էր գերմաներեն, իսպաներեն ու իտալերեն, երբ որ մենք Սուրբ Հոգու պարգևները փորձում ենք սահմանափակենք ու ինչ-որ քառակուսու մեջ դնենք, մենք սահմանափակում ենք Տիրոջը, ամեն, նույն մարգարեական պարգևը ինքը տարբեր ձևերով կարա դրսևորվի, ստեղ գրած է մի պարգևի մասին, դու կարաս զգաս, դու կարաս լսես, դու կարաս տեսնես, դու կարաս երազ տեսնես, դու կարաս տեսիլք տեսնես, ինքը տարբեր ձևերով կարա դրսևորվի, ամեն, բայց մի պարգև է գրած, նույն լեզուներով աղոթքը տարբեր ձևերով կարա դրսևորվի, բայց մի պարգև է գրած, էլ ինչ է անում Սուրբ Հոգին, բարեխոսում է ու մխիթարում է, եկավ, համայնքը ձևավորեց, լցրեց, համարձակություն տվեց, զորացրեց, պարգևներ տվեց, Տեր Հիսուս ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, ինքը բարեխոսելու է, ու մենք ծառայություններ առաջ տեսանք, որ Սուրբ Հոգու որպես բարեխոս ու որպես մխիթարող ինքը անում է մի բան, որ մենք չգիտենք մեր համար, ասում է, թե մենք ոնց ենք աղոթում, մենք չգիտենք, բայց Սուրբ Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում, դրա համար է կարևոր լեզուներով, երբ որ ես ու դու շատ աղոթենք, դրա համար է Պողոս առաքյալը ավելի կարևորում լեզուներով աղոթքը, քան իր լեզվով, ինչի է կարևոր, որովհետև բաներ կա դու քո մասին չգիտես, բայց երբ որ դու աղոթում ես լեզուներով, ինքը բարեխոս է լինում քո համար, դու չգիտես հենց հիմա ինչ-որ մեկը ինչ է մտածել քո մասին, բայց Սուրբ Հոգին բարեխոս է լինում, ինչ-որ մեկը ինչ է անում քո դեմ, բայց Սուրբ Հոգին բարեխոս է լինում, ամեն, էլ ինչ է անում, մխիթարում է, երբ որ մենք խոսում ենք Սուրբ Հոգու մխիթարության մասին, մենք չենք խոսում միայն նրա մասին, որ երբ որ ինչ-որ դժբախտություն կամ վատ լուր ես լսում, ինքը ուղղակի գալիս ասում է, ոչինչ, ամեն ինչ կփոխվի, որովհետև Հիսուս ասում է, մի ուրիշ մխիթարիչ կգա, իսկ ոնց էր մխիթարում Հիսուսը իրավիճակների մեջ, ինքը հարցերին լուծում էր բերում, ամեն, ինքը չէր գնում նստում են մարդու կողքով հարց ու ասում, ոչինչ, ամեն ինչ լավ կլինի, հավատա, չէ, ինքը լուծում էր բերում, Սուրբ Հոգու մխիթարությունը, սա այն իրավիճակների մեջ, որտեղ որ էլ չկա լուծում, քո կողքի մարդը գնացել է, ինչ որ մեկը ննջել է, ինքը գալիս գժկում է քեզ ու ասում է համբերի, պիտի գնաս, պիտի հաղթես մինչև վերջ, բայց այն իրավիճակներում, որտեղ կա լուծում, ինքը լուծում է բերում, ոնց որ Տերը լուծում բերեց, սա է Սուրբ Հոգու մխիթարությունը իմ ու քո համար, ամեն, հալելույա, էլ ինչ է անում Սուրբ Հոգին, Առաջի Կորինթացիս 2:12 Եվ մենք էլ ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից
մեզ շնորհվածները։ Մենք այս աշխարհի հոգին չառանք, այլ այն հոգին, որ Աստծուց է, Սուրբ հոգին, ինչի, որպեսզի ճանաչենք այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ։ Որպեսզի ճանաչենք այն ամենը, ինչ Աստված տվել է մեզ, ու որպեսզի ճանաչենք այն ամենին, ում Աստված տվել է մեզ։ Քո կողքինը Աստծուց քեզ շնորհված է։ Քո պարգևը Աստծուց քեզ շնորհված է, քո արդարությունը Աստծուց քեզ շնորհված է, քո դիրքը Աստծուց քեզ շնորհված է։ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի դու հասկանաս ու ճանաչես այն ինչ Աստծուց ունես շնորհված քո մեջ, ու նրանց, ում Աստված քեզ շնորհել է։ Գիտես, մենք չենք ընտրում, թե ում Աստված մեզ շնորհի, ինքը արդեն շնորհում է։ Մենք չենք էլ ընտրել, թե ինչ Աստված մեզ շնորհի, ինքը շնորհել է մեզ։ Ես շատ եմ ասում, ուր ենք մենք, որ Աստված մեզ արդարացրեց։ Ուր ենք մենք, որ ինքը մեզ խավարի իշխանությունից հանեց ու իր սիրելի որդու արքայության մեջ դրեց։ Ուր ենք մենք, որ ինքը մեզ տվեց այն դիրքը ու ստատուսը, որի մեջ որ մենք պիտի ապրենք։ Կողոսացիների թուղթը ասում է, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ իր սիրելի որդու արքայության մեջ դրեց, որի միջոցով ունենք փրկություն ու մեղքերի թողություն։ Սա իմ ու քո դիրքն է, սա շնորհված է մեզ, դա մեր ստատուսն է։ Սուրբ Հոգին գիտես ինչի է եկել, որպեսզի քեզ ցույց տա ու ճանաչեցնի այն ամենը, ինչ որ Աստված տվել է քեզ։ Ու նրանց, ում Աստված տվել է քեզ։ Այդ ինչ ես անում ձեռով։ Տես չեր անում, ուրիշ բաներ անում։ Գեղամ ջան, որ խնդրեմ կգամ, ինձ ձեռով ուրիշ բաներ են անում, չգիտեմ ինչեր են անում, ես փոքր վաղտ է այդպես բաներ անում։ Հալելույա։ Մեզ Աստված դիրք է տվել, մեզ Աստված ստատուս է տվել։ Սուրբ Հոգին եկել է, որ ճանաչեցնի դա մեզ։ Մենք հաճախ մեր դիրքն ու մեր ստատուսը խառնում ենք մեր վիճակի հետ։ Կրոնը քեզ կենտրոնացնում է քո վիճակի վրա, Աստված քեզ կենտրոնացնում է քո դիրքի վրա ու ստատուսի վրա։ Մենք երբ որ նայում ենք մեր վիճակին ու մեր մարմնին, մեր հավատքը այդքան էլ չի գալիս, որ մենք արդար ենք։ Աստծո խոսքը խոսում է մեր ստատուսից ու դիրքից, ու հետո ասում է թող գործերդ համապատասխան լինի քո դիրքին ու ստատուսին։ Ասում է դու սուրբ ես, դու արդար ես, դու խավարի իշխանությունից վերցված ու լույսի արքայության մեջ դրված ես։ Ու հետո Աստծո խոսքը ասում է, թող քո գործերը համապատասխանի քո ստատուսին, քո դիրքին։ Կրոնը ասում է, նայում եմ քո գործերին, դու սուրբ ու արդար չես։ Ուրեմն դու սուրբ չես ու արդար չես։ Բայց Աստված ուրիշ ձև է անում։ Ու Սուրբ Հոգին այսօր եկել է, որպեսզի քեզ ճանաչեցնի այն ինչ որ Տերը տվել է քեզ։
Այն առավելությունները, այն պարգևները, այն արժանիքները մի կենտրոնացի քո գործերի վրա, կենտրոնացի քո դիրքի ու քո ստատուսի վրա ու քո գործերը կփոխվեն համապատասխան դրան։ Եթե դու մտածում ես, ես արդար չեմ ու սուրբ չեմ, որովհետև ես իմ օրինակը ծխելն է, օրինակ ծխելու վրա բերեն։ Բոլոր ծխողները ինձ չեն սիրում եկեղեցում, բայց ոչինչ։ Էդ էլ ձեր կյանքն էլ տենց դասավորվեց։ Ես սուրբ չեմ ու արդար չեմ, որովհետև ես ծխում եմ։ Աստծո խոսքը ասում է, սա դիրք է, սրբությունն ու արդարությունը, սա ստատուս է։ Ու քո գործը պիտի լինի համապատասխան քո ստատուսին։ Սուրբը թող ավելի սրբվի, սուրբը երբ որ ավելի սրբվա, չի միևնույն է ինքը սուրբ է։ Երբ որ մենք սովորենք կենտրոնանալ մեր դիրքի ու ստատուսի վրա, Երբ որ մենք խոսքի մեջ տեսնենք, թե ով ենք մենք Քրիստոսում, երբ որ դու տեսնես, որ դու նրա արդարությունն ես, դու կասես, հա, վերցնում եմ ձեռքերս, սիգարետը, ասա, որ դու նրա արդարությունն ես։ Որ դնեմ բերանս, ասա, որ դու նրա արդարությունն ես։ Որ կպցնեմ, ասա, որ դու նրա արդարությունն ես, ասա, որ դու սուրբ ես, դավանի քո դիրքն ու ստատուսը Քրիստոսում ու քո գործերը կփոխվեն, կենտրոնանաս քո գործերի վրա, կդադարես հավատալ, թե դու ով ես Քրիստոսում։ Սուրբ Հոգին եկել է, որ սա քեզ բացի, սա քեզ ցույց տա, ու նույնիսկ եթե քեզ դժվար է, դու կասես, բա որ մի պաչկա ծխեմ, երկրորդ պաչկի մեջտեղը, երբ որ մի օր ասես, ես նրա արդարությունն եմ ու սուրբ եմ, ճմրթելու ես ու գցես։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք մեզ չենք նույնականացնում այն դիրքի հետ, որը որ մեզ տվել է Տերը։ Իսկ Սուրբ Հոգին եկել է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ Մեծագույն շնորհը, որ մենք ունենք, սա փրկությունն է։ Մեծագույն շնորհներից մեկը, որ մենք ունենք, սա արդարությունն է, սա սրբությունն է, սա որդիությունն է։ Ինչ անում Սուրբ Հոգին քեզ ճանաչեցնում է, որպեսզի քո կենտրոնացումը քո գործերից դնես քո ստատուսի վրա։ Ինչքան էլ քեզ դժվար է, ասես ես քո գենն եմ, ես քո պես եմ։ Աստծո խոսքը ասում է, ինչ էլ որ անեք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մի հատիկ, երկու հատիկ, երրորդ հատիկ, չորրորդ էլ չես կարա դնես բերանատ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ինչի, որովհետև դու նրա արդարությունն ես։ Ինչի, որովհետև դու սուրբ ես, դու ծնված ես հաղթողի գենից, դու չպիտի պարտվես մեղքին, այլ դու պիտի հաղթես ու գնաս հաղթելու։ Այս սրա համար է եկել Սուրբ Հոգին, որ բացի սա։ Հալելույա, հալելույա։ Եկեք վերցնենք ժամանակ։ Տիրոջ ներկայության մեջ ու սկսենք աղոթել։ Ես հավատում եմ, որ գիտեք, միգուցե ձեր սպասումը հիմա մարդուց է, մտածում եք հիմա հովը կաղոթի, ես կլցվեմ Սուրբ Հոգով։
Եկեք ձեր սպասումը թող Տիրոջից լինի։ Ովքեր չեն աղոթում լեզուներով, ուղղակի փափագեք էս պարգևը, ուղղակի փափագեք Սուրբ Հոգու։ Ասեք Սուրբ Հոգի, արի լցվի։ Ես քո կարիքը ունեմ։ Ես տեսել եմ, ինչքան մարդը սպիտակ էջա, այնքան իրան հեշտ է ու իրա հետ հեշտ է։ Ինչքան մարդը բազմաթիվ ուսմունքներով լցված է, այնքան ավելի դժվար է գերբնական մտնելը։ Ինչքան իրան ասել են դու պիտի էս անես, որ Սուրբ Հոգով լցվես, էս չանես, որ լցվես, ինքան իր հետ դժվար է։ Ես ուզում եմ հիմա սիրելիներս անկեղծ Աստծո զավակի պես մի կողմ դնեք բոլոր ուսմունքները, խնդրում եմ եկեք կանգնենք իրար հետ, եկեք կանգնենք ոտքի, մի կողմ դրեք բոլոր ուսմունքները, անկեղծ իր աղջկա պես, իր տղայի պես, խնդրեք իրանից Սուրբ Հոգին։ Ուղղակի խնդրեք։ Եթե հարց ունես, ես արժանի եմ, այո, դու արժանի ես։ Արդեն որ փրկվել ես, ուրեմն դու արժանի ես։ Աստված քեզ արժանացրել է։ Մի նայիր քեզ քո գործերով, որովհետև եթե Սուրբ Հոգին չգա, այդ գործերը չի փոխվի։ Օ, դու պիտի էս չանես, որ Սուրբ Հոգին գա, դա սուտ է, 3000 հոգի ընդունեցին Տիրոջը ու լցվեցին Սուրբ Հոգով, որովհետև Սուրբ Հոգին եկավ, որ իրանք փոխվեին, ամեն, ոչ թե փոխվի, որ Սուրբ Հոգին գա, ոնց առան Սուրբ Հոգով, ոնց, դուք ասես ինչ է ինձ պետք, անկեղծ, երեխու պես, փափագես, ուզես ու ասես Տեր ես ուզում եմ լցրու ինձ քո Սուրբ Հոգով Եթե դու մտածում ես գիտես քանի տարի եմ տենց ուզել չի եկել դա քեզ արդեն խանգարում է սա արդեն պայման է 20 տարի չի եկել չի գա մի կողմ դրեք բոլոր պայմանները ուղղակի խնդրեք բա դու իմ գործերին չես տեսել հովիվ ջան ուղղակի Խնդրի ուղղակի իրանից Սուրբ Հոգի։ Մենք, որ աղոթում ենք լեզուներով ու լցված ենք, եկեք այսօր փափագենք նորից լցվելու։ Դու մի անգամ մկրտվում ես, բայց դու կարող ես ամեն օր լցվել Սուրբ Հոգով։ Եկեք այսօր փափագենք նորից լցվելու։ Եկեք այսօր փափագենք իր հրաշքների մեջ քայլելու։ Եկեք այսօր փափագենք այն 2000 տարի առաջվա համայնքը, երբ որ իրար հետ հավաքվում են, իրար հետ շփվելու։ Ու շփվում են նայելով իրար աչքերի մեջ, երբ որ մեկը մեկի դեմ ոչինչ չունի, որովհետև քույր եղբայր ենք։ Երբ որ հավաքվում ենք, հաց ենք կտրում։ Երբ որ առաքյալների ուսմունքին ենք հետևում, նոր ուսմունք չենք բերում։ Գրած է իր խոսքի մեջ, երբ որ իրար հետ հավաքվում ենք աղոթքի, երբ որ աղոթքի ծառայության ավելի շատ մարդ է լինում, քան կիրակնօրյային, դուք ասես տենց կարելի է, տենց պիտի լինի, որովհետև մենք գալիս ենք Տիրոջ համար, Տիրոջ մոտ իր արքայության համար խնդրելու։ Ու եկեք աղոթենք, որ ինչպես այսօր կգա ու կգա, վաղն էլ տենց գա։ Հալելույա, հալելույա, ուղղակի հանգիստ, փափուկ բարձրացրակ քո լեզուներով աղոթ կա։ Դուք էլ մնացածդ, որ չեք աղոթում, բարձրացրեք ձեր ձեռքերը, ասեք Տեր ես ուզում եմ քո Սուրբ Հոգին, լցրու ինձ քո Սուրբ Հոգով։ Հալելույա Հիսուս, հալելույա։ Kilarabasoroboshi laramasandalaramatiya. Hallelujah, hallelujah. Kirabasalarabati larabasaya. Lobrobosokoroboshindalaramatiya. Ilarabasakarabasia. Եկեղեցի աղոթեք լեզուներով. Korobosoloroboshi rabasandalararararararararaya. Lobrobosokoroboshi baramasandalamati larabasaya. Hallelujah, Kiramasavalaramasia. Lobrobosokorobosoya.
Hallelujah, 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 Kiramasanda. Lebromo sokorobo shokorobo soroborobosi. Hallelujah, sosurpoki. Asotankoki. Դու ես համայնք ձևավորողը, դու ես փոխհարաբերության մեջ մտցնողը, դու ես աղոթքի մեջ մտցնողը, քո խոսքը ասում է, որ կամենալն էլ անելն էլ քեզանից է Սուրբ Հոգի, քո խոսքը ասում է, որ դու ես դնում մեր ներսում կամենալն էլ ու անելն է, մենք աղոթում ենք Տեր, քո համայնքը, մենք աղոթում ենք Տեր, որ այն ինչ որ էր 2000 տարի առաջ, այն ինչ որ ստեղծեցիր Պենտեկոստեից հետո Տեր, այն համայնքը Տեր, մենք ուզում ենք նման լինենք այդ համայնքին Տեր, մենք ուզում ենք այն ինչ որ կար այն ժամանակ, ոչ միայն կենտրոնացումը նշանների, հրաշքների ու պարգևի վրա, այլ կենտրոնացումը քո այդ փոխհարաբերության վրա, ու դու փոխում ես իրավիճակները, դու նշաններ ու հրաշքներ ես անում Տեր, դու մարդկանց թիվն ես ավելացնում Տեր, դու բերում ես ժողովրդին Տեր իմ արքա, դու միաբանություն ես անում Տեր, դու կենտրոնացնում ես ուսմունքի վրա Տեր, դու կենտրոնացնում ես փոխհարաբերության մեջ Տեր, դու կենտրոնացնում ես աղոթքի վրա Տեր, դու կենտրոնացնում ես շփման վրա Տեր, այդպես մենք ուզում ենք հիմա Տեր, անցել ժամանակ, բայց դու չես փոխվել մեր քաղցր Սուրբ Հոգի, անցել է ժամանակ Քրիստոսի Հոգի, բայց դու նույնն ես, մենք ուզում ենք այն ինչ որ դու անում ես, նույնը անես մեր մեջ Տեր, հալելույա, հալելույա, քիլարաբասոլո ռոբոշիա, լցրու Տեր բոլորին քեզանով, մկրտիր Տեր բոլորին քեզանով, այսօր թող ամեն մեկը քո տան մեջ լինի լցված քեզանով Տեր, այսօր թող քո ժողովուրդը լինի լցված քեզանով Տեր, այսօր լցրում ես, մենք քո քեզանով լցվելու կարիք ունենք Տեր, մենք քո վրա կենտրոնացած լինելու կարիք ունենք Տեր, այսօր կենտրոնացրում ես քո վրա Տեր, պարգևներից քո վրա Տեր, զորությունից քո վրա Տեր, շարժից քո վրա Տեր, այսօր մենք ուզում ենք քո վրա լինի մեր կենտրոնացումը Տեր, մեր վրայից քո վրա Տեր, հալելույա, շի պրոմեսա լակրիբատիլա լաբասայա, հալելույա, քորոբոսոն դորորոբոշի լակրիմատիա, հալելույա, հալելույա, հալելույա Տեր, հալելույա Տեր, հալելույա Հիսուս,